Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Ավանդույթ։ Էդուարդ Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանում կարդում ենք. պատմականորեն ձևավորված ու սերնդե-սերունդ փոխանցվող սովորույթների, հայացքների, կենցաղային կանոնների ամբողջություն։ 19-րդ դարում մտավորականները այդ ավանդույթը անվանել են հոգևոր ափիոն, որը քնեցնում է անհատական նախաձեռնությունը եւ քննադատական մտածողությունը։ Իսկ հիմա այսօր մեր փորձագետների հետ մենք կպարզենք ինչպիսին է պատկերը մեզանում։ Բարեշնորհ Անդրանիկ Սարգսակ-Մանուկյան, Սասուն ազգային երգի պարի խմբի ղեկավարն է մեր հյուրը, եւ Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պարոն Արթուր Աթանեսյանը։ Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյան, Արարատյան, Հայրապետական թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։ Ավանդույթներ, ազգային արժեքներ եւ ժամանակակից մարտահրավերներ։ Պարոն Աթանեսյան, ինչ է փոխվում հասարակության մտածողության մեջ, պահանջները, տենդենսները, թե հոգեբանությունը։ Ինչու է մեկ օր շաքեի ջրվեժը եւ Հայաստանի համար գեղատեսիլ վայր, մի օր նեղ անձնական միջոցառում կազմակերպելու միջոց։ Չգիտեմ շաքեի ջրվեժը ինչու եւ ինչպես, բայց ավանդույթները փոխվում են եւ ինչպես դուք շատ ճիշտ սահմանեցիք, ավանդույթը պատմականորեն ձևավորված սովորույթ է եւ մասսայական վարքագիծ է, եթե այն լինի մեկ մարդու սովորույթ, դա սովորույթ չէ, այլ ուղղակի ինչպես ասում են habit-ն է, այսինքն մարդու անձնական կենսակերպում արկա ինչ որ վարքագիծ է։ Իսկապես հին ազգ լինելով մենք ունենք հին ավանդույթներ եւ նաեւ հպարտ ենք դրանցով, բայց միևնույն ժամանակ 21-րդ դարը 7-րդ կամ 10-րդ դարը չի եւ այսօր փոխվում է ամեն ինչ եւ ամենուր, մենք նույնպես եւ այդ փոփոխությունը եւ մի կողմից բնականon ընթացք ունի եւ պատճառաբանում, մյուս կողմից արհեստականորեն սոցիոլոգները դա կոչում են կառուցակցում, կոնստրուկտ, երբ որ մենք նպատակաուղղված կերպով կառուցում ենք երևույթներ, այդ թվում ամբողջ հասարակությունը կարելի է կառուցել։ Պաշտոնապես մենք դա անվանել էինք մոտ 20 տարի առաջ տեղեկատվական հասարակություն եւ զարգացրել ենք տեղեկատվություն։ Բնականաբար, երբ որ ինչ-որ բան զարգանում է, ինչ-որ բան անկում է ապրում եւ օրինակ արժեքների մեծ մասը, էական մասը մեզ մոտ եղել է, ես կասեի, մտերմիկ օգտագործման համար ընտանիքում, միմյանց հետ չկիսվելու եւ չհրապարակելու արժեքներ, երբ որ դրանք դառնում են պոպուլար, կորցնում են իրենց արժեքը։ Այդպես օրինակ Աստվածաշունչը, երբ որ ձեռագիր էր, շատ էր կարևորվում ընթերցողների համար, քան եթե սկսեց թողարկվել, հետո մուլտիկներ աստվածաշնչյան թեմաներով սկսեցին նկարանվել եւ այլն, այսինքն ինչ շատ է, էժանանում է, սուպերմարկետի էֆեկտն է սա եւ սուպերմարկետում այդ պատճառով ավելի մեծ զեղչեր են լինում, քան օրինակ ինչ որ էլիտար ռեստորանում, որտեղ չկան զեղչեր, որտեղ ինչ շատ է, էժան է եւ մեզանում տեղի է ունենում արժեքների էժանացում։ Եվ նաեւ դա գրավիչ է դառնում։ Եվ հակառակը գրավիչ դարձնելով ենք էժանացնում, ցանկացած գովազդ էժանացնում է եւ ցանկացած գովազդ ենթադրում է, որ դու ինչ որ առավելություններ կունենաս, եթե սա գնես կամ սպառես, եւ այդ առավելությունը շատ հաճախ գնի իջեցումն է, արժեքը էժանանում է։ Մենք երևի այսօր կխոսենք արդիականացման մասին, էժանացումը արդիականացում չի։ Շատ լավ, խնդրեմ բարեշնորհ։ Հասեմ, իրականում խնդիրը ոչ թե էժանության մեջն է, այլ խնդիրը որակի մեջ է։ Երբ որ բաներ կա չի պահպանվում, ասենք նույն ավետարանից խոսեմ, ասում է
ձեր քրտինքով ձեր վաստակը ունեցեք։ Այսօր բաներ կա, որ քրտինքով չի այդ վաստակը գալիս, դրա համար ամեն ինչ շատ է եւ նույն ընտանիքից վերցնեմ երեխայի համար էլ այդ քրտինքը, երբ որ ինքը չի հասկանում, չի ընկալում, օրական կարող եմ նորաձև ասեմ կամ նորովի գրիչ ասեմ, ես օրական մի հատ գրիչ կարող եմ փոխել ու ինքը դրա մեր բարբարով ասեմ դրա ղադրը չի հասկանում, որտեվ ինքը դա չի ապրում, դա չի ընկալում, իր համար այնքան լեփլեցուն է դրած ու իրականում պետք է հասկանա իր ընտանիքի վաստակը, քրտինքը, եթե հասկանա այդ խնամքը, այդ զրկանքը կարող եմ ասեմ այդ կարգի էժան չի լինի։ Կարող եմ օրինակ բերեմ, հիմա նույն սուպերմարկետներից կամ ասենք ընդհանուր խանութներից Թալինի տարածաշրջանում ասում ենք համով միս կա։ Այդ անասունին պահում են Թալինի տարածաշրջանում բերում են ասենք մի սուպերմարկետում օրինակի համար, չգիտեմ, ինչ որ պայի լավ որակյալ մանրել են, պատրաստել են, հա, այս մի խանութում դրած է 5000 դրամ, իսկ մի հատ ուրիշ խանութում 15000 դրամ, բայց իրականում մենք ուտում ենք այդ նույն անասունի միսը, նույն տարածաշրջանում, որտեղ այդ կենթանին պահում են եւ միսը մատուցում են մեզ։ Ընդհանրապես իմ մոտեցումը նա է, որ պետք է ավելի շատ մարդը գիտակցի ու հասկանա խնամքը եւ քրտինքը։ Եթե սա գիտակցեց, հասկացավ, ուրեմն ամեն ինչի մեջ այդ գնահատականը կա ու չի էժանանալու։ Պարոն Գրիգորյան, մենք որքան էլ ուզենք պաշտպանել, չփոխել, եթե դուք այդ տեսակետը ունեք իհարկե, եւ տանել այն, հասցնել առաջ մինչև 21-րդ դար, միևնույն է պետք է հաշվի նստենք աշխարհի հետ եւ պահպանելու մեխանիզմին զուգահեռ նաեւ արդիականացման մեխանիզմ ունենանք։ Դուք համաձայն եք այդ մտքի հետ։ Ես իմ պատկերացմամբ մենք խնդիր ունենք եւ դրա համար մենք հիմա այսօր այս ամեն ինչը քննարկում ենք։ Խնդիր ունենք այս վերջին հատկապես ժամանակահատվածում անընդհատ հակադրությունների մեջ ենք դնում ամեն ինչ եւ ազգային արժեքը թե ժամանակակից օրինակի համար միտումները, ժամանակակից արդիական ինչ որ երևույթներ անընդհատ փորձում ենք հագադրել իրար Արարատ սարը թե Արագածը եւ այլն սև, սպիտակ, այդ ամբողջը հագադրելով իրար մենք ոչ մի բանի չենք հասնում։ Մենք ես իմ պատկերացմամբ այդպես է։ Այն ինչ որ մեզ հասել է ժառանգություն որպես թե նյութական, թե ոչ նյութական, մշակութային ժառանգություն, մենք պարտավոր ենք պահպանել, բայց ինչպես դուք ասացիք, համընթաց քայլելով ժամանակի հետ, այսինքն եթե մենք վերցնենք օրինակի համար մի դրվագ, մենք ունենք ազգային մշակույթի պահպանման կենտրոններ, արար կենտրոններ, որը ես եմ ստեղծել, մենք հիմա 7 տարի աշխատում ենք, որովհետեւ վերականգնենք այն ավանդույթը, որը սովորույթ է եղել ժամանակին, բայց ինչպես քիչ առաջ ասացի, գատանախշիչ ունենալու ավանդույթը մեզանում հայոց մեջ յուրաքանչյուր ընտանիք իր կնիկներ ունենում գատանախշիչը, այսինքն գատան տեսնելով մի անգամից կարող ես ասել, այսինչ տոհմի, այսինչ ընտանիքի եւ այլն։ Սա արդյոք ինքը հագադրվում է այսօրվա մեր ժամանակակից ապրելակերպին։ Ոչ։ Սրանով մենք կկարողանանք պահպանել գաթաթխելու ավանդույթը, որ իր մեջ նաև բարունակում է հսկայական ազգային արժեքներ, ընտանեկան արժեքներ եւ տեղեկատվություն։ Եվ տեղեկատվություն, այո։ Նույնն էլ կարող եմ ասել, որ երաժշտության մեջ, երգերաժշտության մեջ ես գոհ եմ, որ որոշ երգեր, երաժշտություններ կարող են ենթարկվել ժամանակակից գործիքավորման։ Բայց այստեղ պետք է նպատակը ձևավորել։ Շատ կարևոր է բովանդակությունն ենք կորցրել մենք եւ ձևի յետևից ենք ընկել։ Հիմնականում ովքեր սպառվում մեծ մասով սպառվում են այդ երգերի գործիքավորմամբ,
տարածմամբ իրենք կապ չունեն այս ազգային մշակույթի հետ։ Պետք է գիտակից լինի, պետք է հասկանա ինչ է նշանակում ազգային հնչերանգ, ազգային ձայներանգ եւ այլն, որովհետեւ դու ավելի փոքր ես, քան այն երգը, որով դու ուզում ես ինչ որ մի բանի հասնել, պետք է ծառայել երկին։ Դրա համար ասում եմ, պետք է գիտակից լինի, պետք է հասկանա ով որ գործ կա, թող անեն ժամանակակից, որովհետեւ այսօր բոլորս կոստյում, բան հագնում ենք ջինս եւ այլն, բայց ես ուզում եմ, որ իմ հոգին ջինսոտ չլինի, բայց ես պատրաստ եմ համընթաց քայլել, մենք բոլորս նոր ժամանակակից ավտոներ ենք քշում եւ այլն վարում, այնպես որ հագադրության մեջ դնելով մենք վնասում ենք թե մեր ավանդույթները, թե մեր այսօրվա ժամանակը, թե մեր գալիքը, որտեղ մենք մեր իրավունքը ունենք պահելու մեր ինքնությունը եւ պարտավոր ենք նաեւ իրավունք ունենք եւ պարտավոր ենք պահելու մեր ինքնությունը, ինչպես պահենք, պահպանելով մեր ազգային արժեքները եւ նաեւ այն որոշակի միջամտությունների, ինչ որ բաների մենք ենթարկենք, բայց չվնասելով այդ ամեն ինչը։ Դե նաեւ հենց դրանով ես դու հետաքրքիր։ Այո։ Եվ դրանով են գալիս քեզ այդ ծանոթանալու։ Այլ ոչ թե ես անեմ այնպես, ինչպես անում են Լաս Վեգասում։ Եվ բոլոր դառնում են մեկ, ինչ որ դոնդողի նման մի բան։ Դե Շմավոն, ձեր մեր հայ եկեղեցու առաքելությունը մեր պատմության մեջ անգնահատելի է, եւ հիմա մենք նաեւ ունենում ենք արտիականացում կամ արտի մոտեցում կամ ժամանակին անգամ եկեղեցի այցելելու մեջ որոշակի մարդկանց մոտեցումներում փոփոխություն կա։ Հավատքը նույնն է, բայց օրինակ տապադով են գնում, առաջ այդպես չէր։ Եվ բազմաթիվ նման չքննարկեմ եւ չմանդրացնեմ դրանք։ Ինչպես պետք է հասարակության օրակարգում մնալ։ Որ սա զբոսայգի չէ։ Զբոսայգի չէ, միայն լուսանկարվելու վայր չէ։ Սոցիալական ցանցում տեղից նշելու վայր չէ։ Շատ ճիշտ բան ասացիք, որ ազգային ավանդույթը նաև կրում է ազգային նկարագիր։ Մենք տեսնում ենք, որ այսօր ամբողջ աշխարհում միտում կա բոլորին դոնդողացնելու, ինչպես ասաց Արսենը։ Վերացնելու, որպեսզի բոլորը հարթ եւ հավասար լինեն, շատ հեշտ կառավարելի։ Նույն այդ երկրներից մեկը ԱՄՆ-ն ինքը նաև ունի իր ավանդույթները, որոնք երբևիցե չի վերացնում եւ չի վերացնում եւ որովհետեւ մեկը չի կարող վերցնել ավանդույթը, դա զուտ ամերիկյան այդ ժողովրդինն է, ասենք նորաբնակներն, հին աշխարհից եկածներն։ Օրինակի համար, Thanksgiving, շնորհակալության օրը։ Գոհաբանության օրը, այո, երբ որ իրենք տոնախմբում են, պարտադիր այդ հնդկահավը պիտի լինի եւ այլն եւ այլն եւ այլն։ Փորձենք մենք անենք անիմաստը։ Բայց ինչ հետաքրքիր, իրենք կարողանում են այդ նույն ավանդույթը իրենց հետ տանել այն երկիր, որտեղ որ ապրում են, ասենք կամ աշխատում են, եւ լինելով Աֆրիկայում եւ կամ Ավստրալիայում, որովհետեւ միտեղ իրենք այդ օրը պարտադիր դա նշում են, որ շատ գովելի է։ Ինչն է խնդիրը, որ այդպես ամուր կարճացին իրանք թեկուզ այդ մի ավանդույթին, այն է, որ մշտապես եւ պաշտոնապես ամենաբոլոր բարձր մակարդակներով դա իրենց նկարագիրն է, որ իրենք պահում են, որովհետեւ մեկը չի կարող հանդիգնի դա փոխել։ Գալով մեզ մեր իրականության մեջ մենք նույնպես ունեցել ենք եւ ունենք շատ ավանդույթներ, որոնք որ ազգային տար են կրում իրենց մեջ, դա լինի մշակույթում, երգեցողության մեջ, առօրյա մեջ, ամեն ինչի մեջ, ծիսակարգի մեջ, եկեղեցական արհեստների մեջ, ամեն ինչի մեջ։ Եվ այսօր նայեք տեսեք դիցուկ Խաչքարը, որ ամբողջությամբ մարդու հոգու արտահայտումն է, այսօր մարդիկ հնարավորություն ունեն այդ նույն խաչքարը ստանալ մեքենայի եւ կամ ջրի փորման միջոցով։ Որտեղ ստանում ես դու էլի խաչքար, կատարյալ ավելի գուցե եւ քան թե ձեռքով քանդակած, բայց այստեղ արդեն մի տեսակ, քանի որ առաջ է գնում խնդիրը քիչ ծախս շատ եկամուտ, բիզնես խնդիրն է, արդեն մարում է այս խաչքարի ոգին եւ կամ պարզապես քանդակելու ընթացքը եւ հմտությունները մեկը մյուսի հոգի չի տրվում։ Այո, հոգի չի տրվում։ Ինչ վերաբերում այսօր մեր առօրյային, այո, եկեղեցին եւ կամ վանական համալիրները զբոսանքի վայր չեն։ Դու կարող ես այնտեղ նաեւ զբոսնել, բայց քեզ պահելով ոչ որպես զբոսանքի վայրում։ Մենք շատ ենք պայքարում դրա դեմ, որ մարդկանց փորձենք բացատրել, բայց միակողմանի դա շատ քիչ է։
Ես ինքս անձամբ լսել եմ եւ հորդորել եմ մի զբոսավարի, որ միշտ բերում էր դեն ժամանակ ես ուսանող էի, Սևանի վանքում էի, միշտ բերում էր իր զբոսաշրջիկներին եւ գրեթե բոլորը շորտով էին։ Եվ ասում եմ, չի կարելի եկեղեցի այդ տեսքով մտնելը։ Դե հիմա ոչինչ բան չի եղել արտասահմանցին, ոչ չենք նեղացնի իրենց բան, այսինքն հետո շոկ է բան, չէ՞, միշտ ամեն ինչ կարող են ասել։ Բայց միաժամանակ ես նաև մոտ 12-13 անգամ Իսրայել Երուսաղեմ եմ եղել, խմբեր եմ տարել։ Որևիցե մեկը փորձեր ուսաբաց ոչ թե եկեղեցի մտներ, այնտեղ կա մի Տիբերիա գյուղ Գալիլեա ճակատին, որ ինքը գյուղ է, գյուղի ավերակները, որևիցե մի եկեղեցի չկա, կա այն ժամանակակից ինչ որ մի բան, որ եկեղեցի հիշեցնում, հիմնական ավերակներ են, գյուղ ավերակներ, սինագոգի ավերակներ եւ դարպասից մինչեւ այդ ամենը մոտ 200 մետր էր։ Դարպասի մոտ որևիցե մեկին չէին թույլ տալի աշխատողները, եթե ուսերը բաց էին։ Այսինքն շապիկը մի փոքր բաց էր։ Տեսեք, իրենց մոտ այդ բարեպաշտություն ասեմ, երևի թե մի քիչ աբսուրդի է հասել, որ զբոսավայր, ասենք տուրիստական տեղ, իսկ մեր մոտ հակառակը, եկեղեցի մտնելուն, այսինքն մարդկանց պիտի համոզես, ասես, այստեղ բնականաբար մարդիկ ժամանակակից թվալու համար փորձում են առաջ բերել պատճառ կամ պատճառաբաներից վարկը, որ դες իմ հոգում հավատում եմ։ Ամենավտանգավոր բանը, որ մենք ինչ որ մի բան ուզում ենք անել, դե մենք մեր հոգում ենք այդպիսին։ Մենք փորձում ենք երևալ ազգային, միաժամանակ գեր ժամանակակից եւ անպայման այդ գեր ժամանակակցի համար երբեմն երբ որ կարիք լինի, մենք կզոհենք նաեւ մեր ազգայինը։ Այս է խնդիրը։ Օրնեցեք դեր այդ մի բան ասեմ, ուրեմն վերջերս ես ականատես եղա, որ մայր տաճարը չեն թողնում մտնել կարճ տապատներով եւ տալիս են հատուկ շորեր, որովհետեւ մարդիկ պատատվեն եւ նոր մտնեն։ Դա արդեն շատ բանկերում դա ինձ համար շատ ողջունելի է։ Պարոն Աթանեսյան, գլոբալիզացիան ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ է թելադրում մեզ եւ արդյոք այդտեղ սահմանները կարելի է գծել։ Վտանգ։ Վտանգ, ինձ թվաց, որ մենք իդեալականացնում ենք իրականում մեր կյանքը եւ նաեւ մեր ավանդույթները։ Ոչ բոլոր ավանդույթներն են էֆեկտիվ, մեկ եւ լավը։ Ինչ որ բան, եթե էֆեկտիվ չի, փոխվում է բնականon ձևով։ Եթե մարդիկ օրինակ նախընտրում են ավելի པարզ եւ հեշտ ձև, որը եւս առաջարկվում է, եւ օրինակ կամ ավելի էժան, մեզ մոտ հարսանիքների ծեսը թանկ լինելու պատճառով շատ դեպքերում վերափոխվեց ավելի էժան տարբերակների, ավելի քիչ փոքր ֆորմատով եւ ավելի պրակտիկ կամ անգամ կան մարդիկ չեն անում հարսանիք եւ այս ուրեմն տրանսֆորմացիան ռացիոնալության հետ է կապված ռացիոնալ մոտեցումը հաղթում է միշտ զգացմունքներին եւ այդ ռացիոնալությունը 21-րդ դարի չասենք կապիտալիզմը 20-րդ դարի եւս դրա հիմքն էր եւ երրորդը մենք հարուստ հասարակություն չենք եւ տեսեք շատ մարդիկ չէ որ կարողանում են ծեսը պահել նաեւ ֆինանսական պատճառներով բայց չխոսենք այն մասին որ միայն կրոնական ավանդույթներ ունենք մենք նաեւ ունենք հակարժեքներ որոնք եւս սովորույթ են որովհետեւ մասսայական բնույթ են կրում օրինակ ուսումնասիրությունների ընթացքում շատ հաճախ հնչում է այսպիսի բանաձև որտեղ հաց այնտեղ կաց որը վերագրում ենք մեզ որովհետև մասսայաբար այս տիրույթի այս դրույթի հետ համաձայնվում են եւ իրականացնում սա եւ հիմա սա եւս եթե դա մասսայական է եւ եթե դա հին է ներողություն ովքեր էին համաձայնվում երբ որ մենք ուսումնասիրում ենք հանրային կարծիք եւ հարցնում ենք օրինակ ինչ է տիպիկ մեզ համար այսպիսի դրույթ է հնչում է մեկ այլ դրույթ օրինակ քիթ կոկորտ ականջ ժողովուրդ ենք գիտեք դա ինչ է սկզբից քիթը խոթում ենք ուրիշների գործերի մեջ հետո մեր կոկորտն ենք ճղում ասելով մեր կարծիքը հետո միայն ականջ դնում միգուցե դա այն թեման չէր որ ես գիտեմ ինչու եմ եկել եւ խոսում եմ եւ միգուցե այդ ականջը վերջում չլինի էլ ընդհանրապես այսինքն եւ հիշենք նաեւ մեկ այլ տիրույթ մեր ռազմավարական ոլորտը բանակը եւ բանակաշինությունը բանակաշինության հեղինակները մեզանում բազմիցս նշել են որ մենք ունենք արատավոր բարքեր բարքը սովորույթ է որը ունի նեգատիվ հետևանքներ մասսայական եւ արատավոր ավանդույթ դառնալ
Չի դարձել։ Կարող է դառնալ, եթե ինքը կրկնվում է, եթե դա մասսայական է, քրեական օրինակ բառապաշարը, մասսայական բնույթ ստացավ 90-ականներին, 2000-ականներին շատ մեծ դժվարությամբ փորձեցին կանխել գոնե բանակում եւ դա մասամբ հաջողվեց։ Դրա հետևանքն էին նաև ինքնասպանություններ եւ սպանություններ բանակում, սա իմ կարծիքը չէ, սա վիճակագրությունն է եւ այլն, այսինքն ես կուզեի, որ մենք չվերագրենք ամեն մի վատ բան գլոբալիզացիային եւ ամեն մի լավ բան մեզ, որպեսզի շտկենք սխալները, մենք պիտի գտնենք իրենց արմատների մի մասը մեր մեջ է։ Եվ բացի այդ իսկապես պրակտիկ նշանակություն ունեցող մոտեցումներ կան, որոնք որ ոչ միայն գայթակղիչ են, այլ նաև ռացիոնալ իմաստով ավելի ընդունելի են։ Եվ շատ արևմտյան եկեղեցիներ, մասնավորապես ես իմ փորձից եմ ասում, հայ առաքելական եկեղեցու թեմեր, օրինակ Միացյալ Նահանգներում, շատ ավելի լիբերալ են իրենց համայնքի հանդեպ, ինչ հագնել, ինչ անել եւ այլն։ Ռուսաստանում օրինակ ավելի պահպանողական են, գլխաշոր եւ այլն, եթե միայն եկեղեցու ավանդույթների եւ մոտեցումների մասին ենք խոսում, եւ այդ լիբերալությունը մեր տեր հայրերը բացատրում են, սուրբ հայրերը բացատրում են նրանով, որ մենք ուզում ենք երիտասարդ բերել եկեղեցի, իսկ Ամերիկայի հայ երիտասարդների բարքերը, սովորույթները ավելի ամերիկյան են, եւ կարելի իհարկե փորձել պայքարել եւ իրենց դարձնել իսկապես հայեր, բայց սա անիմաստ է եւ դժվար, այդ մարդկանց գոնե մասսայաբար դա չի հաջողվել, եւ պետք է իրականության հետ առերեսվելով ավելի շատ բան թույլ տալ, մասնավորապես օրինակ պիցա ուտել, հաց ուտել եկեղեցու կողքի շինություններում, տոնակատարություններ անել եկեղեցու բակում, Ամերիկայում ընդունված եւ անընդհատ տեղի ունեցող երևույթ է, չխոսենք այն մասին լավ է դա թե վատ, բայց սա հենց արդիականացման մոտեցումն է, որը որ կիրառելի է եւ որը իսկապես արդյունք է բերում։ Սա կարող են արձանագրել որպես առաջարկ լիբերալիզմ դրսևորել։ Ես կուզեի, որ երկու կողմն էլ դրան համաձայնվի, այսինքն եւ օրինակ տվյալ դեպքում հոգեվորականները եւ համայնքները, որովհետեւ եթե համայնքը ուզում է դա, ես մեր հոգեվոր հայրերի հետ շատ եմ խոսում մեծ սիրով եւ շատ-շատերը ասում են եկեղեցին ռեստորան չէ, որտեղ դու պիտի գաս եւ ուտելիք պատվիրես, ուտես եւ ես պիտի քեզ ծառայեմ։ Սա էլ է վատ բարք իրականում մեզանում, երբ որ մենք նայում ենք մասնագիտությունների ռեյտինգին, այսինքն վարկանիշ ըստ մարդկանց նախապատվությունների, որտեղ կա ծառայություն կամ աշխատանք, մարդկանց համար ավելի քիչ նախընտրելի է, քան եթե կա կառավարում։ Օրինակ բուհական ծրագրերի մեծ մասը ձևափոխվել է ըստ այս պահանջարկի կառավարում բառը մտցնելով կամ քաղաքականություն կամ եւ այլն, երբ որ ասում ենք օրինակ սոցիալական աշխատանք, մարդիկ ասում են սոցիալական նշանակում է անվճար, աշխատանք նշանակում է չարչարում, չեմ ուզում, բայց երբ որ սոցիալական աշխատանք եւ վարչարարություն, ուզում եմ։ Եվ այս տեսանկյունից, այս տրամաբանությամբ, երբ որ կա ծառայություն, հոգեվոր ծառայություն, զինծառայություն, շտապօգնության բժշկի ծառայություն, իսկ եթե դա լինի ղեկավարում կառավարում, սա էլ է բարք, որը կարող է սովորություն դառնալ, եթե մասսայական բնույթ կրի, բայց ընդունելության process-ները բուհերում տարեց ցույց են տալիս, որ այո, մասսայական բնույթ է կրում, այսինքն սովորություն է դարձել։ Մենք հաճախ ենք լսում, անգամ մեր զրույցներում մենք էլ ենք արտաբերում այն բառը, որ մենք փոքր ազգ ենք եւ մենք ավելի շատ խնդիրներ ունենք ինքնապահպանման համար, ազգային արժեքների պահպանության համար եւ գլոբալիզացիայի այս տարածաշրջանում, որքան էլ ձեզ համաձայն են, որ պետք չի միայն մտածել, որ դա վտանգ է, բայց այնուամենայնիվ իրականում այդպես է թե ոչ։ Ասեմ, անկեղծ ասեմ։ Խոսքը եթե վերաբերվում է հարսանիքին, ես ասեմ, մենք հայերս ունենք ծիսական արարողություններ, ոչ միայն հարսանիք, այլ ունենք Վարդավառ, Ջանգլում, Զատիկ, սրանք բոլորը Տիարնդարաջ, բոլորը ծիսական արարողություններն են եւ կարող եմ ասեմ ամենամեծ հիմքը մեր փսակադրության արարողությունն է եւ ծեսը ունի խորհուրդ։ Եթե մարդը չի ապրում խորհուրդներով, ուրեմն դառնում է անիմաստ, ինչքան էլ ուզում ենք քարոզենք կամ ինչքան էլ ուզում ենք ուսուցանենք,
Խնդիրը ընթացք չի ունենում։ Նախ մարդը պետք է ունենա ներքին դաստիարակություն, հետո կրթվի, որ այդ ամեն ինչը յուրացնի ու կարողանա մասնակից դառնալ ծիսական արարողություններին։ Ինչ վերաբերում է, եթե թանգի էժանելին անդրադառնամ դրան, առայժմ ժամանակ, ասենք մեր ավանդական ծեսերը կամ ծիսակատարությունները մասնակից է դառնում բոլորը, հատկապես եթե վերցնում ենք հարսանիքը ասում են 7 օր 7 գիշեր, իրականում այո, այդպես է։ Բարեկամները, հարազատները բոլորը իրենց մասնակցություն էին բերում եւ իրենց մասնակցության հետ իրենց ներդրումն էին անում հարսանիքի հետ կապված։ Օրինակ 5 շաբթի օրը կոչվում էր Շուշա թրաշ, Փեսայի թագավորի Շուշա թրաշն է։ Ուրբաթ օրը համարվում էր ազատ տղաների, այն այսօր որ ասում են թիկնապա, հա, այդ ազատ տղաների ուժներ, կարողություններ, որը այդ օր պետք է անասունը մորթվեր, մորթվում էին որց անասուն, հա, որը ուժներ, խորհուրդներ, որպես տան տիրոջ։ Արվում էր այդ արարողությունը, իսկ ասենք այդ արարողության հետ հավաքվում էին բոլոր բարեկամները, երիտասարդ աղջիկ, թե տղաներ, ու այդտեղ էլի իրոք իրենց շփվելու հետ ձևավորում էր սեր, կյանք, մոտեցում, նոր ընտանիքի ձևավորում, իսկ շաբաթ օրը, որ հիմնական արդեն կարելի ասել սկսում էր ծիսական արարողությունը, հա, որ թագավորի տնից պետք է նախ առաջին հերթին ասեմ, մոլորակը համակարգված է, արևը չի կարող ուշ գնալ կամ շուտ հետ մնալ, նույնը, համակարգված է, և այս ծիսական արարողությունների մեջ ամբողջը պետք է լինի համակարգված, եթե մարդը համակարգի մեջ է, ուրեմն ամեն ինչ գեղեցիկ է և մաչելի, եթե չէ։ Բայց դուք հիմա այդ ամեն ինչը մեր օրում ինչպես եք հնարավոր պատկերացնում, 5 շաբթի, ուրբաթ, շաբաթ պատկերացնում եմ ու կարելի է այդ ամեն ինչը կազմակերպել, արվում է և կարելի է։ Ու այդտեղ բոլորը իրենց ասում եմ, պատկերացրեք արևը դեռ չբացված, մեր ծիրանափողը կանչն էր կանչում և բոլոր հարսանքավորներին, բարեկամներին հրավիրում էր, ասենք, այդ թագավորի տանը ու սկսում էր հարսանիքը։ Հիմա դրա փոխարեն ժամանակակից դուք ասում եք մարդիկ մոտենում էին, հավաքվում էին, շփվում էին, կամ ընտանիքները հիմա շփվելու տարբեր հարթակներ կան, ծիրանափողը հեռախոսն է։ Չէ, ուրեմն ասեմ, եթե անդրադառնում ենք, ես ասեմ, մոլորակի վրա ընդամենը զարգացել է տեխնիկան։ Մարդ արարածը ինքը իր զարգացողությամբ, եթե զարգացած լինի ու զարգանում է, ընդամենը այդ տեխնիկան է զարգացնում, որը թեթևացնում է ինչ-որ բաներ մարդկանց, որ Տեր հայրը լավ ասեց, այդ խաչքարի պատմությունը բերեց, Գավետարան ասում է կենդանի տաճարների համար է եկել, ոչ թե քարեղեն։ Հիմա մենք շատ բաներ անում ենք, որպես քարեղեն։ Մենք շատ բաներ ենք անում, ծախսեր ենք անում, ես էլ այդ առօրյայի մեջ եմ, ավելի կրկնակի ծախսեր արվում նույն այդ հարսանիքի համար ժամանակներում, քանց թե նախնիներում, որ արվում էր, հա, այդ 7 օր 7 գիշեր, հա, մարդիկ լիարժեք ուրախանում էին։ Մյուս ասեմ, եկեղեցու Բաքվի հետ կապված էլի անդրադառնա, որ մեր նախ եկեղեցին ազգային եկեղեցի է։ Մեր ժողովուրդը չի կարող առանց եկեղեցու եւ ժողովուրդն էլ առանց եկեղեցու։ Կա եկեղեցական ծեսեր եւ կա ազգային ծեսեր, որոնք մեկը մյուսին լրացնում են։ Եվ ինչ վերաբերում է ուտեստների հետ կապված եկեղեցու բակում, կա մատաղատուն։ Եվ այս առումով էլ, ասենք, որ ասում եմ խորհուրդներ կա, նախ եկեղեցի գնալուց պետք է հասկանաս դրա խորհուրդը։ Ինչ բան է պաս, ինչ բան է ծոմ, դու պետք է զուսպ քեզ պահես։ Այսօր մենք տեսնում ենք, որ շատ ազգային ավանդույթներ ուղղակի մոռացվում են։ Փոխարենը գալիս են բաներ, որոնք որ մեզ համար մի տեսակ զարհուրելի, տարօրինակ են, բայց շատ լավ բիզնեսային կառավարման մարքեթինգի, այսպես ասած, շնորհիվ նրանք սկսում են արմատանալ մեր մեջ։ Ինչու որովհետև չի ճանաչվում մերը, դրա փոխարեն շատ հեշտությամբ ընկալվում է արտաքինից։ Նայեք, տեսեք, զոր օրինակ, ամբողջ Եվրոպան եւ կամ պարզապես, չգիտեմ, նույնիսկ մայրցամաքում գտնող ժողովուրդը ամանորին պարտադիր ունենում են իրենց սեղանին եւ կամ սուբտենցիան սեղան ունենում են բնականաբար հնդկահավ կամ չգիտեմ մեկ այլ կենթանու միս։ Մեր մոտ այս վերջին շրջանում գովազներից լսելով մենք ինչ ենք գովազներից ինչ ենք լսում։ Հայկական ավանդական ամանորյա բուդ։ Չկա նման բան։
գոյություն չունի, չի էլ կարող ունենալ, որովհետև ավանդականը, հա, ինչպես բառանում ասված էր, հնուց եկած տարբերակը պահքի օրեր են, չէին կարող ամանորի օրերը, հա, բուդլիներ եկեղեցական իմաստով։ Իրական ավանդական ամանորը, որ օգոստոս 11-ն էր, նույնպես չէր ենթադրում բդի արկայությունը։ Երկրորդը շատ ուժեղ կերպով նաև այս վերջի շրջանում այդ Հելովինը սկսվեց գովաբանվել, ինչու որովհետև բավականին գումար է բերում վաճառքի իմաստով, ակումբներում եւ կամ ինչ-որ բաներ։ Հետո նորաձև է, նորաձև, ինչ-որ հետաքրքիր մի բան չի, մարդիկ չհասկանալով, այստեղ նաև Անդրանիկի ասածը պիտի շենք ուսումնասիրել է։ Ինչն է ամբողջ խնդիրը, որևէ մեկին չի հետաքրքրում պահպանումը եւ նորի ուսումնասիրությունը, որովհետեւ պարզապես շատ հեշտությամբ կարելի է մարդկանց տալ տեսարաններ, Հռոմի բանը ո՞րն էր, չէ՞, 100 օր, որ անցկացրեցին հաց եւ տեսարաններ, զվարճանք։ Այսօր այդ իսկ գուցե մենք այդտեղ պետք է միտումների մեջ ընդունենք, դուք ասում եք չի էլ կարող բուդը լինել ավանդույթ։ Հիմա կարող է թե չի կարող լինել, փաստացի դա կա բոլորի տեղանին գրեթե։ Ամբողջ խնդիրն նրանում է, որ մենք փորձում ենք մարդկանց սովորեցնել, ասել, լեգիտիմացնել, որ այդ ամենը ճիշտ չի, որովհետև դա առաջին նախ ձեզ է վնասում։ Գիշերը ժամը 12-ի խոզի բուտուտելը։ Բնականաբար, բայց արյունտես, որ հանուն բիզնեսի բավականին մեծ վերևից, կողքից քեզ sense ճնշում են այդ գովազդներով եւ դու ակամայից շատ-շատերը, ոչ ես, շատ-շատերը դառնում են այդ գովազդի զոհը եւ իրենք էլ պարտադրված են լինում այս ամենը անելու։ Դա նաեւ ինչ որ բարեկեցիկության խորհրդանիշ է դառնում։ Ոչ թե խորհրդանիշ, այլ փորձում են ապացուցել, որ այդ բարեկեցության չափանիշը կա։ Այո։ Դրա համար շադրական ապրում են։ Լսենք մեր համակարգացիներին։ Ինչ ասեմ, հարս կեսուր, հարս կեսար, հարս տեքր, այդ ավանդույթը իր հերթին, տոնական ավանդույթները մեր ազգային ինքնությունը հաստատվել է եկեղեցու միջոցով։ Տես չի, բոլոր ծեսերը կատարում է եկեղեցական մեծ հաճույքով, սպասումով, դամարավանդ հատուկ տոնայից համար զատուկ։ Վարդևառը, խավորնեկը, որ բոլորը, եթե հայես պարտավոր ես պահել։ Որպես ինչի համար պահին, երբ որ մեզ ամեն ինչով ինքը անտեսել է։ Այդ ձեր ազգային ավանդույթները ամեն ինչը նշում ենք, ոնց պիտի պահենք։ Զատիկը, տրնդեզը։ Տեսեք, միջանձնային հարաբերությունների մասին մեկը նշեց այս հարս կեսուր, կեսրար, տեքր, ինձ թվում է հիմա շատ համահարթեցված է այս։ Այո, որովհետև հեշտ է տենց։ Իսկ չընդունել, եթե հեշտ է։ Որովհետև այն ժամանակ բոլորը մեկ հարկի տակ էին ապրում, եւ այդ հարգանքը պարտադիր էր, հիերարխիան պարտադիր էր, շատ ավելի, քան թե մենք հիմա կարող ենք պատկերացնել, որպեսզի կարողանար ընտանիքը ձևավորվել եւ առողջ ընտանիք լինել, հասկանում եք։ Այսօր այդ հիերարխիան չկա եւ բնականաբար դրա պատճառով շատ ավելի վեճեր են լինում, որովհետեւ չկա ենթակայությունը, չկա հարգանքը ներքևից վերև եւ վերևից ներքև հոգատարությունը, բնականաբար այս ամենը պատահական չի։ Ինչու են հարս ու կիսուր այսօր շատ իրար հետ կրվանում։ Որովհետեւ այն մեկը ոնց ես իմ տանը իմ հորս տանը ինձ մեկը բանասող չի եղել, ըստեղ ինչ որ ուրիշի մերից պիտի բան ասի։ Բայց այդպես է արդյոք։ Հիմա կռիվ են անում, թե ազատություն կա եւ մարդը դասավորում է իր կենցաղը եւ Աթանեսյանը պետք է ասի։ Գաղտնիք ունի, որը հիմա կբացահայտի, բայց մինչեւ այդ ես ուզում եմ հիշեցնել սովորույթներից մեկը, որ նորահարսը սկեսրայրի հետ չէր խոսում, մեկ տարի կամ երկու տարի միջև առուս զավակ չունենա, բայց այստեղ կա մի բացատրություն, պատկերացրեք, այդ տանը կար 7 հարս, եթե ամեն մեկը խոսեր, պատկերացնում եք ինչ կստացվեր այդ մարդու գլուխը, ինչ կդառներ, դրա համար ըստ ժամանակացույցի էի սկսում խոսել, համաձայն եք։ Ես ուզում եի ամենայն հարգանքով ոչ երիտասարդ ձեր ուրեմն ռեսպոնդենտների համար, ովքեր կային հիմա, երիտասարդներ չկային, որովհետև իրենց ընկալումները լրիվ այլ են։
Եվ ես ունեմ կասկած, որ առհասարակ ուղղակի չեն պատասխանում հարցումներին փողոցում, որովհետև նաև փողոցում մարդու հարցին պատասխանելը եւս մեր ավանդույթներից էր հարգել, բարևել, որը որ չկա, դու տրանսպորտում կամ փողոցում ինձնից անկախ մարդ ես, ես պարտավոր չեմ քո հետ զրուցելու, սա վաղուց արդեն արկա երևույթ է մեզ մոտ եւ ես նույնպես կողմնակից եմ տեսնելու երկու բան, այնինչ պետք է լիներ, ինչպես որ դուք եք ասում, պետք է հարգել, պետք է նշել, պետք է հիշել, պետք է տոնել, ջանք գործադրել։ Եվ մյուսը, այնինչ արդեն կա փաստացի, եւ մարդկանց նախընտրությունը ի օգուտ է արկայի, այնինչ կա եւ այնինչ հեշտ է։ Եկեք ֆիքսենք այդ փաստը, մարդ նախընտրում է ֆիզիկայի, մաթեմատիկայի օրենքներից մեկի համաձայն երկու կետերի միջև ամենակարճ հեռավորությունը ուղիղ գիծն է։ Եվ դու իրեն առաջարկում ես զիգզագաձև ճանապարհ, որովհետև դա կոչվում է ազգային ավանդույթ, ամենայն հարգանքով եւ պատմության հանդեպ եւ բացատրությունների հանդեպ, բայց այդ առաջարկը շուկայական մտածողության տեսանկյունից պակաս լավն է, քան ուղիղ գիծը, իսկ ուղիղ գիծը, եթե կա բուդ, ուտեմ բուդ, եթե չկա բուդ, չեմ ուտի բուդ, հավի թևիկներ, ծնողների մեծ մասը ես տեսնում եմ, իրենց երեխաներին տանում են մոլեր. Մոլը հայերեն լեզվով մոլուցք բառից է, վատ բառ է, չէ, բայց բոլորիս համար մոլը մի օր է, որտեղ տոնում ես շքեղություն, ճոխություն եւ վերջում կուլմինացիան երեխաներին տանում են այդ ուրեմն food court-ը, եւս հայերեն լեզվի մեջ բառ է, food court։ Բոլորը գիտեն, երեխաները գիտեն, որտեղ դու անպայման հավի թևիկ ես, գովազդ չէ։ Ուտելու հայկական է հավի թևիկը, իհարկե ոչ։ Ընդհանրապես եւ food court-ը կամ մոլը հայկական է, չէ, բայց եթե մասսայական է եւ եթե ճանաչելի է եւ եթե հայերը դրանով են զբաղված, ուրեմն հայկական է։ Սա է փաստը։ Բայց այնինչ դուք շատ լավ հիշեցիք, այդ հին Հռոմի անկումներ իրականում տոնակատարություններն ու հացը, դրանից հետո էր, որ հին Հռոմը անկում ապրեց։ Այս ամենամեծ փաստարկն է ի օգուտ ավանդույթների, որը չի հնչեցվում։ Եթե ուզում ենք լինել, եկեք պահպանենք ավանդույթները։ Եթե ուզում ենք կուշտ պարզապես ապրել 1 օր, 2 օր, 1 օրվա կյանքը, ի դեպ այսօր միտում տրենդ կոչվածն է, մի օրով ենք ապրում, եւ այդ մի օրով ապրելը իհարկե պայմանավորված է նրանով, որ վաղը անկանխատեսելի է դարձել։ Սրանով է նաեւ բացատրվում այն, թե ինչու այն մեր ազգային նախկին համայնքային ավանդույթները այսօր չեն գործում։ Հայը այսօր համայնքում չի ապրում։ Համայնքը ինչ էր եւ համայնքը զորավոր է եւ ես շատ հաճախ ասում եմ կտորմը երկինքը կինոյում, երբ որ Տեր հորն էին, չէ, քննադատում, որ նա ասում է համայնքը զորավոր է, իսկ Թորիկն է հերոսը։ Ինձ համար Տեր հայրն էր հերոսը։ Թորիկը բացառություն է, որը քանդում է համայնք։ Ինքը քանդեց համայնքը եւ գործեց հակառակ համայնքի կամքին։ Համայնքը լավ է, որովհետեւ զորեղ է եւ զորավոր է, բայց այսօր մարդիկ համայնքներում չեն ապրում եւ բացի այդ գլոբալիզացիան ամբողջ աշխարհում բերեց նրան, որ գյուղական բնակչությունն է ավելի համայնքային, քան քաղաքային։ Ամբողջ աշխարհում քաղաքային բնակչությունն է աճում, նաեւ Հայաստանում։ Մեր բնակչության կեսը երևանցիներն են։ Եվ 1/3-ն է գյուղաբնակ։ Գյուղաբնակների մեջ կա միտում տեղափոխվելու քաղաք, մարզային քաղաք, հետո Երևան, եւ այս միտումը շարունակ միգուցե, հա, եւ այնտեղ վերակառուցել համայնքների դեպ, այսինքն համայնքը մեր մեջ դեռ չի եւ ասել մենք ապրում ենք համայնքով։ Հա, Միացյալ Նահանգներում։ Իմ գոլեգաներից մեկը ասում է, որ այսպիսի մենտալիտետ շատ նման է խխունջին, խխունջը մտածում է, որ միշտ իր տնակը իր հետ է, բայց նա սխալվում է, հողն է տունդ, ոչ թե այն, ինչ դու կառուցել ես եւ տանում ես հետդ, հողն է տունդ։ Երբ որ դու մտածում ես տունս Գլենդելում է, տունս ամենուր է, Մոսկվայում է, Օմսկում, Պիտերում եւ այլն, չէ, դա խխունջն է եւ ցանկացած այլ կենթանի ցանկացած պահի կարող է քեզ տրորել եւ վերջ եւ հողը տակիցդ վերցնել։ Ցավոք սրտի համայնքը զորավոր է իսկապես, բայց փաստացի մենք ունենք հետեւյալ գործընթացը շարունակվող անընդհատ ամեն օր։ Մենք չունենք ամեն օր ավանդական հարսանիքներ, բայց ամեն օր ունենք գլոբալիզացիայի եւ ուրբանիզացիայի process։ Բոլորը տեղափոխվում են քաղաքներ, Երևանը ուռչում է, մեծանում է եւ քաղաքում
համայնք այլևս չկա։ Իհարկե մենք ունենք վարչական միավորներ, որոնք կոչվում են համայնքներ, բայց սա պայմանական բան է եւ քաղաքական կառավարման միջոց է սուտ քարտեզի վրա դաշված։ Սա համայնք չէ։ Համայնքն այն է, երբ որ մարդիկ ունեն մտերմիկ, միջանձնային, սերտ, պատմականորեն ձևավորված կապեր եւ փոխհարաբերություններ եւ վստահություն։ Հայաստանում վստահությունը ամենացածր մակարդակում է երևի մեր ամբողջ պատմության մեջ այսօր։ Վստահություն միմյանց հանդեպ, իշխանությունների, մյուսների եւ այլն։ Իհարկե, եթե տունը կառուցում էին, բանալին թողնում էին հարևանի մոտ գնում էին։ Մեծ տեղով անցնում էր հողատարածքների մի հատ ցանցն էր, որ հավերը չգնան մեկը մյուսի պոմիդորը չուտեն։ Իսկ մինչև տուն կառուցելը պատ են կառուցում։ Մեծ պատ, բարձր պատ, որովհետեւ ոչ ոք չմտնի քո սահմանը եւ դու իրավունք ես, դու ես որոշում ես մերկ մանգաս քո բակում, որ ոչ ոք չտեսնի։ Բնականաբար սա պատճառաբանություններ է, եւ սա հոգեբանություն է։ Այո, ամբողջ քաղաքից եկան Երևան եւ ոչ միայն Երևան, ընդհանրապես մեծ քաղաքներ են գալիս եւ իրենց հետ բերում են նաեւ իրենց ավանդույթների մասունքները կիսատ կամ ամբողջական։ Ըստ ամեն ինչը խառնվում է, ոնց որ թե գլուխ չեն հանում եւ առաջ է գալի մի նոր բան, դες այդքան խառնից հետո այս մեկը եւ որոշում են այս մեկի յետևից գնալ։ Բնականաբար ամեն դեպքում այսպես թե այնպես ես նորից եմ ասում, շատ ավանդույթներ կա, որ մենք պետք է պահենք ազգային, եկեղեցական, մշակութային, ոչ թե պետք է պարտավոր ենք պահել, որովհետև հակառակ դեպքում մենք ուղղակի դադարում ենք հայ լինելուց։ Պարզ, հստակ, բաներ կա, որ մեզ ուղղակիորեն հայ են պահում մեր ամեն ինչով։ Եվ ամենաառաջինը պետք է պահվի ընտանիքի հետ կապված ավանդույթները, որովհետև ընտանեկան ավանդույթները, նեղ ընտանեկան, այո, ընտանիքի միջի հարաբերությունը, որը որ խարխլվեց այդ հարաբերությունները, որ բնականաբար, այո, Աստվածաշնչում գրված է, որ տղամարդը կգնա կնոջ հետևից, կթողնի հոր նմոր եւ կգնա կնոջ հետևից եւ մի մարմին կլինեն։ Համաձայն եմ, դա անկալելի է, բայց որևիցե մեկը չպետք է անտեսի ավանդույթները այդ ներընտանեկան հարաբերությունների, մեծերի նկատմամբ ունեցած հարգանքը։ Նոր ընկերներից մեկի հետ խոսում եմ, ասում է, մամուկության ընկերս ասում է, ես պետք է իմ տիկնոջս մայրիկին բերեմ մեր տուն, որովհետեւ մենակ է մնացել, մեծացել է, բացի հետ էլ տան մեջ որ մեծ է լինում, ինքան լավ է տունը լինում, ինքան բարի մթնոլորտ կա այդ տան մեջ։ Այսինքն, նաև մենք ասացված ունենք, չէ, եթե տանը մեծ չկա, մեծ քար են դրում սեղանի գլուխ, որպեսզի տան մեջ ինչ-որ մեծություն լինի, քեզանից ավելի, որպեսզի դու հասկանաս եւ փորձես սովորես եւ նաև օրինակ ծառայես զավակներին, որովհետեւ միայն երեխան տեսնելով հարգանքը մեծի նկատմամբ, ինքը նույնքեւ քո նկատմամբ այդ հարգանքը կցուցաբերի։ Չեղավ ինքը դառնալու է լրիվ ուրիշ երկրի։ Ես շատ եմ շփվում դրսից եկած երեխաների, մեր սփյուռքահայերի, բան չունեմ իրենց ասելու, իրենց կյանքն է բնականաբար, եւ տեսնում եմ տարբերությունը։ Այնտեղի երեխաները, այնտեղ ծնված, մեծացած, դաստիարակված, եւ ըստեղի մեր երեխաների տարեկիցների։ Այստեղի երեխաների մեջ ինչքան մեծ հարգանք կա մեծի նկատմամբ, դուքով խոսելու պարագան։ Հոպար, քերի, մորքուր այդ բառեր օգտագործելու համար։ Դրսում պարզապես դու անձ ես, անունով դիմում են, դույով խոսում են եւ փորձում են ասեն դե մեր մոտ էսպես է հարմարվի։ Առաջարկներ պետք է հնչեցնենք։ Առաջարկներ լսենք, բայց մեկ-մեկ էլ փողոցում այնպես հոպար են ասում, որ վեր ես թռնում։ Ասում ես ախպոր տղա, տենց չեն գոռում հոպարի վրա։ Այո, իրականում քանի որ մեր ձևաչափը հաղորդման բանավեճային չէ, բայց շատ բաներ կան, որ անձամբ ես այնքան էլ համաձայն չեմ, պարոն Աթանեսյանի հիմնական այդպես խոսույթը շուկայական հարաբերությունների եւ ընդհանրապես ռացիոնալ բանն է, ավելի շատ բանականության, այսօրվա եղած չեղածը, բայց մենք եթե խնդիր ունենք, եթե մենք ընդունում ենք, որ խնդիր ունենք, ապա հենց զգացմունքայինությունը պիտի բերի գնալ այն ճանապարհով, որ մենք կարողանանք, ինչպես սկզբում ասացի, համընթաց քայլել։ Այսինքն, ես չեմ ասում, որ այդ համաշխարհայնացումը, գլոբալիզացիան, ինքը իր մեջ ամեն ինչը բադ է, որովհետև հիմնականում սա էլ նաև շահագործվել է, եթե գլոբալիզացիա են ասում, ուրեմն արատավոր երևույթներն են ի ցույց տալիս, ասում են չէ, սա սենց են, բայց շատ լավ բաներ կան, որ մենք արդեն
մեր ինտեգրել ենք։ Այո, ինտեգրվել են մեր կյանքում եւ մենք օգտագործում ենք այդ ամեն ինչը։ Ես իմ պատկերացմամբ մեր խնդիրը հենց մեր ինքնության պահպանման համար ոչ թե մեր ասելիքը, այլ անելիքը, թե մենք ինչ ենք անում այսօր, որովհետեւ մենք կարողանանք մեր ինքնությունը պահել, որտեղ ուզենք չուզենք այսօր մեր ինքնության դեմ բادرազմ կա։ Ասեք դե ինչ ենք անելու որպեսզի պահենք։ Ես նաև ինչի ասացի, որ միայն ասելով չէ։ Ես օրինակ ասեմ։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևորագույն ռազմավարական խնդիր է մեր պետության մեջ։ Ինչ եք ներառում Եվ այսօր ասեմ, այսօր արդեն 8 տարի է ես հիմնադրել եմ Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը, որտեղ ներկայություն ունի ամբողջ Հայաստանում, դեռ Վայոց ձորում չունենք։ Բերթավանից սկսած մինչև Տեղգյուղ, Գյումրիում դարբնությունը եղել է ավանդույթ, այո, մենք վերականգնում ենք։ Երեխաներին դպրոցում քարոզում ենք, ասում ենք եկեք գնացեք վարպետը կա, կենտրոնը կա, եկեք անվճար սովորեք։ Խաչքարագործությունը, որ քիչ առաջ դեր հայր ասեց, այո, պիտի հոգի լինի, ինչքան էլ հեշտ լինի գործիքներով, հաստոցներով, բայց պետք է հայը պետք է չարչարվի, Ինչու պետք է չարչարվի, պարոն Գրիգորյան։ Բայց ինչու չարչարվի, եթե հեշտ տարբերակը կա։ Գուցե մենք արդեն չպետք է չարչարվենք։ Ժողովուրդ, հիմա նայեք, հիմա մենք ինչու գնանք այն երևույթների ետևից, որոնք արդեն աշխարհում գնացել են, հետո հետ են եկել արդեն հոգի դնելու, արդեն handmade, որ ասում են, ամենտեղ ասում են ամենա թանկն է, ամենաարժեքավորն է, քիչ առաջ նաև Վարոն Հաթանեսյանը նշեց ռեստորանները, չէ, որ թանգանոց ռեստորանը ամեն ինչ ձեռքով են անում եւ այլն եւ այլն։ Ունենք գորգագործության ավանդույթ Տեղգյուղում մենք արդեն վերականգնում ենք։ Երեխաներին սովորեցնում ենք։ Այսօր 1050 երեխա սովորում է ոչ միտական մշակութային ժառանգության տարբեր ոլորտներ, տարբեր ջյուղեր սովորում են անվճար։ Ես իմ առաջարկը սա է, այսինքն սա պետք է լինի բոլորիս համար գործ անել, որովհետեւ մենք կարողանանք մեր ինքնությունը պահենք, վերենք մեր երեխաներին մեր ազգային մշակույթի դաշտ դեպի մեր եկեղեցի եւ դա պետք է լինի, այո, պետական ռազմավարություն։ Մենակովը դու ինչ անես ամբողջ։ Սա պետք է լինի, այսինքն մենք կկարողանանք հասնել դրան, նորից նշեմ Վարոն Հաթանեսյանի ասած երիտասարդները չխոսեցին։ Միգուցե խնդիր դրված չէր, որ անպայման երիտասարդներին նաև պիտի խոսացնենք։ Բայց ես ասեմ, եկեք նայեք, Գութան փառատոնի ժամանակ, ազգային ավանդական երգի բարի փառատոնի ժամանակ 10000 հոգի հավաքվում են։ Մեծ մասը 70%-ից ավել երիտասարդներ եւ մանուկներ են։ Բոլորը երգում են եւ պարում են մեր ազգային ավանդական երգերը բարերը։ Եվ այսօր բավականին տարածվում է։ Մենք պետք է այնպես անենք, որ վստահենք մեր երիտասարդներին, բայց նաև ուղղորդենք մեր երիտասարդներին դեպի լույսը, դեպի ազգային ինքնությունը, դեպի մեր ազգային եկեղեցին, դեպի այն ինչ որ մեզ է բնորոշ։ Մենք դարերի խորքից այդպես եկած ժառանգություն ունենք, բա մենք ինչ պիտի անենք, պիտի տանենք դեպի դարերի խորքը։ Եվ դա մեր բոլորիս հասած բաժին առաքելությունն է, թող մեծ չհնչի, բայց մենք կարևոր է այդ դրանով զբաղվենք, հաց կլինի, բուտ կլինի, պանիր կլինի, սոխ կլինի, ինչ կլինի, դա ինձ համար այդքան էական չի, այդքան կարևոր չի, շատ կարևոր է բովանդակությունը, ինչի ենք վնասում մեր արժեքները, որտեղ մենք չենք խորանում բովանդակության մենք նայում ենք ուղղակի մակերեսային, ժամանակին երբ որ քննադատում էի որոշ հաղորդումներ, որոնք որ սփռվում էին տարբեր հերոստալիքներով, հայ կնոջ կերպարը տարազով, բեղերով եւ այլն, ինձ ասում են, շատ ծիծաղելի է, հաճելի է, բան ցենց, ասում չէ, սա մենք ինքներս մեզ նսեմացնում ենք, մենք ինքներս մեր արժեքները ոչնչացնում ենք, ամեն ինչը հոգուց է գալիս եւ դրա համար ես առաջարկում ենք ամենակարևոր խնդիրը, որ պետք է դրվի մեր առաջ, նաև դրանից է կախված շատ հարցեր, մեր ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը եւ նաև նյութական, նաև արժեքների ետևից գնանք։ Այսօր բանդարգված արժեքներ ունենք, թե Արևմտյան Հայաստանում, այժմյան Թուրքիայի վարչական տարածքում, թե Արցախում։
ցավալի է, բայց ունենք։ Ով է դեր կանգնում։ Մենք խոսում ենք ուրիշ բաներից, շուգայական գներեք, շատ գներեք, այդ շուգայական հարաբերությունները, երկրորդականը նորից ասեմ, ես այսօր ինչ ավտո գվարեմ, կարևոր չի, ոտքով էլ կգնամ, բայց կարևոր ես պահեմ այն ինչ որ ինձ հասանելիք է, այն ինչ որ եկել է, այդպես իմ, ես ցեղասպանություն եւ հայրենազրկում տեսած ընտանիքի զավակ եմ։ Ինձ համար շատ ավելի հոգեվոր եւ բարոյական արժեքներն են կարևոր։ Ես կարծում եմ բոլորիս համար այդ արժեքները կարևոր են, բայց աշխարհը դառնալիս է ինչ-որ գույներ, որոնց հետ մենք միևնույն է պետք է հաշվի նստենք։ Այդ հնարավորությունը միևնույն է մենք փակ դարպասներից ներս չենք եւ միևնույն է այն ինչ ստեղծվում է աշխարհում հասնում է նաեւ մեր մոտ։ Այո։ Աշխարհը զարգանում է։ Մենք պետք է զարգանանք, բայց բաներ կա պետք է չփչացնենք։ Իհարկե։ Ուրեմն խնդիրը նա է, որ ասենք եթե ասում ենք համայնքը զորավոր է, ուրեմն իրականից համայնքը միշտ էլ զորավոր է եղել, զորավոր էլ կմնա։ Իսկ զորավոր համայնքին առաջնորդ է պետք։ Եթե կա առաջնորդ, շահել ենք, ժողովուրդ, եթե չկա, ուրեմն իմացեք միշտ խնդիրներ են։ Այսինքն առաջնորդ է պետք։ Իհարկե, ցանկացած համայնքին առաջնորդ է պետք։ Այս մոլորակն էլ որ արարել է, արարիչն արարել։ Եվ ցանկացած երկիր պետություն ունի համակարգ եւ առաջնորդ։ Եթե այդ համակարգը առաջնորդվում է կարգի մեջ, չափի մեջ, ուրեմն ցանկացած երկիր պետություն շահում է։ Թե տնտեսության մեջ, թե առօրյայի մեջ, թե կենցաղի մեջ, ամեն ինչի մեջ։ Իսկ աշխարհը այսօր բացվել է, հնավետարանն ասեց, չէ, ոչ մի բան չեմ թողում ծածուկ մնա այդ քարանձավների մեջ։ Բացվել է, տեխնիկան է զարգացել, մարդկային հարաբերությունները, որ ցանկացած մեկը ամենտեղ եղել ենք մեր մշակույթի առումով, չգիտեմ, ցանկացած ազգերի հետ առնչվել ենք, բայց կա էթիկայի նորմեր, որ ամեն մեկն էլ իր էթիկայի նորմերից ելնելով, ասենք, հարաբերություն է պահում։ Հիմա նույն մեր առօրյայի մեջ, ասենք, մեր կենցաղը մենք ինչ որ ունենք, այս դիստուկացը ամեն ինչ որ խոսում ենք, Արսենն էլ ասում է շատ լավ է, որ հիմա այդ բարեգործական աշխատանքներն ա տարում, ցանկացած ընտանիք դեռ 13-15 տարեկան աղջիկը գիտեր ձեռագործանել, կենցաղային այդ ամեն ինչին տիրապետում է մարդը։ Եվ ամենամեծ հետարքիր բան մոտեցումներ մեր հայ ընտանիքներում մեծ ու փոքր հասկացողություն կար։ Խորհուրդը սրա մեջ էր։ Եվ ասենք այդ ժամանակ այդ ծառայությունն էլ անդրադառնամ, ծառայությունը խոնարհությունն է։ Եթե ասում ենք կեսուր մայրիկ, չգիտեմ, հայրիկ, դա խոնարհության, դու պետք է հարգես այն մարդուն քո ծնողի նման, այն մարդուն էլի քո ծնողի նման, մոր նման։ Հետո ժամանակը գալիս է քո ծառայության ժամանակ են, որ ասում պրակտիկա ես ասում։ Այդ տուն ու տնտեսությունը մնում է քեզ, քո երեխաներին։ Եթե դու կարողանում ես դրա ճանապարհը ոչ թե ճիշտ է, ուղիղ ճանապարհ չես կարողանում անցնել։ Դու մի տեղից տեղափոխվել մյուստեղ։ Մի քիչ sense խորտ ու բորտ է, բայց դու պետք է այդ զոհաբերությունն անես։ Ու այն մնացած զարգացողության առումով էլ ասեմ, Արթուր ջան, այս հեռախոսները կա իմ համար շատ լավ է։ Եվ բոլորի համար, աշխարհի համար, իմ համար, ես իմ երեխաներին ասում եմ, սա դրախտն ու դժոխքն է, Բալիկ ջան։ Որը։ Այդ հեռախոսը։ Նույն հեռախոսի մեջ։ Այո, նույն հեռախոսի մեջ դրախտ ու դժոխք։ Դու հիմա ինքդ որոշի։ Այսքան մոտիկ չի եղել։ Երբեք խավարանը գոնե։ Հիմա դու բան, որոշի ո՞րն ես ընտրում, Բալիկ ջան։ Այստեղ ամենասարսափելի բարի բանը կա, ամենասարսափելի չարիքը կա։ Իմ ասածը ուրիշ բանի մասին է, ես արժեքների չվնասելու ավանդապահության եւ ամեն ինչի կողմնակից եմ, բայց 15-ամյա երեխային 21-րդ դարում ինչի սովորեցնել ձեռագործություն եւ չսովորեցնել մեկ այլ բան, օրինակ եմ ասում։ Հիմա ո՞րն է ավելի էֆեկտիվ։ Պետք է հաշվարկել ո՞րն է իրեն ավելի լավ։ Եկամտային բանը ո՞րն է էֆեկտիվ։ Էֆեկտիվը նա է, որ մնում է որպես այդպեսին հայ։ Դնում էլի հակադրության մեջ։ Օրինակ ձեռագործը շատ բաներ սովորացնենք։ Չէ, որ սովորի ձեռագործը։ Ինքը կարող է կիրառական լինի, չէ։ Օրինակ ես իմ համերգային Չէ, ինչով պետք է հետաքրքիր լինի դա 15 տարեկան երեխային, ինչու պետք է սովորի։ Որովհետև ինքը անում է Մեր մոտիվացիան ո՞րն է, որ ինքը դա սովորի, երբ ունի այդ հեռախոսը իր ձեռքին։ Եթե վերցնենք նույն օրինակի համար ինքը վարպետ դառնա եւ կարողանա այդ ամենը նաեւ իրեն գրաֆիկ դիզայն ենք սովորեցնում եւ այն այդ ամբողջը կկարողանա ժամանակակից շնչով ներկայացնել։
Ինչի մասին է խոսքը։ Մոտիվացիան ինչու սովորի։ Մոտիվացիան ասեմ, մենք տեսեք, պահպանությունը խնդիրն է։ Պարզապես ըստեղ, երբ որ Անդրանիկ ասեց առաջնորդ, մենք պետք է հասկանանք ինչ ով առաջնորդ պետք է լինի։ Միանշանակ մարդը չպետք է լինի։ Ինչու՞, որտեղ այսօր կա վաղը մեռնելու, մյուսը գալու է կարծիքը չի կիսելու, ինստիտուցիոնալ առաջնորդ պետք է լինի։ Եվ այս պարագային բնականաբար տենց պիտի ասի ոչ թե բնականաբար նաև այդ կարծիքը կիսում են շատերը։ Եկեղեցին այս պարագային լուրջ առաջնորդություն կարող ունել։ Ինչու՞։ Այն համայնքում, որտեղ որ չկա հայ եկեղեցի, գաղութներում դրսի հայը կորչում է։ Հայ առաքելական եկեղեցին Լեհաստանում շատ թեթև ձեռքով Թորոսովիչի դադարեց թեմ ունենալուց եւ շատ կարճ ժամանակաշրջան մոտ 100 տարվա մեջ ամբողջ հայությունը ուծացվեց եւ մաքուր հայը դադարեց այնտեղ գոյություն ունենալուց։ Հայ առաքելական եկեղեցին արևելյան երկրներն, որտեղ որ շատ խիստ իսլամական երկրներ են, արկայությունը կա եւ մաքրամաքուր հայկական ընտանիքներն բոլոր ավանդույթները պահպանելով, առաջնորդելով տանելով։ Այո, Ամերիկայում խնդիրներ ունենք, որովհետեւ Ամերիկացիը կամ Եվրոպա, եվրոպական երկրում, ինչու որովհետեւ դժվար է երիտասարդին մոտիվացնել, հա, բայց թեթև տալով իր լուծը, երբ որ բերում ես արդեն ինքը քոնն է դառնում, դու արդեն կարողանում ես ճշմարտապես դաստիարակել եւ այդ իսկ պատճառով խիստ չէ այնտեղի կանոնը, բայց որևիցե մեկը չի ասում, որ այդ կանոնը իրենց չի սովորեցում։ Հիմա ինչու է պետք երեխային այդ ամենը, որպեսզի ինքը հասկանա, որ իր ձեռքերով մի ամբողջ 4000-ամյա ժողովրդի պատմություն ինքը կերտում է, ձեռքերով սարքում է, մարդ հասկանա, որ այդ պատմությունը իր ձեռքում կա։ Հասկանա, հենց դա էր խնդիրը, հասկանա, որ անի եւ փոխանցի։ Եվ նա շարունակող եւ փոխանցնող, այսինքն ինքը մեծագույն ազգի մի փոքրիկ օղակն է, որը որ պահելու է այդ մեծագույն ազգը շարունակությունը։ Ես համոզվում եմ։ Ահա մոտիվացիան։ Ահա մոտիվացիան։ Թվարկում եմ այս զրույցի ընթացքում լսված առաջարկները։ Դրսևորվի լիբերալիզմ։ Պետք է կրթվել, ուսումնասիրել, պահպանել ավանդույթները, չդառնալ խխունջ։ Ինչա դուր եկավ այս օրինակը։ Այո։ Արդեն դարձել ենք, չլինել խխունջ, չլինել։ Հա, չլինել խխունջ, չլինել։ Ну, այո։ Ոչ նյութական ժառանգության մշակութային ժառանգության պահպանում պետք է ուղղորդել երիտասարդներին եւ համայնքին պետք է առաջնորդ։ Մի հատ էլ կարող եմ կանել։ Ուրեմն ես գտնում եմ, որ շատ կարևոր է, քանի որ կրթական համակարգը անընդհատ խնդիրներ ունի եւ անընդհատ այս կողմից այն կողմ են գնում, իմ պատկերացմամբ կրթության նպատակի ձևավորում է պետք։ Ռազմավարություն ինչ որ։ Նպատակ։ Հեռավոր։ Նպատակ։ Ինչի համար է։ Ինչու։ Ինչու համար են։ Այո, այդ ինչու շատ կարևոր է։ Ինչու համար են կրթություն ստանում մեր երեխաները։ Այդ շատ կարևոր, մեր երիտասարդները։ Եթե կարողանանք այդ նպատակը ձևավորել, մենք շատ առաջ կանցնենք։ Իսկ ներողություն, ես էլ մի բան ասեմ, ու ասեմ, որ ամբողջ գյուղի կենցաղը տեղափոխվեց քաղաքներում։ Դրա համար գյուղական կյանքը վերացվեց ու վերանում է։ Սրա խնդիրը կա։ Հիմա քաղաքը քաղաք չէ, գյուղն էլ գյուղ չէ։ Այո, այո։ Իսկ մյուս խնդիրը, որ ասեմ, որ Աստված արարել է էլի Տեր եւ տնտեսվար մոտեցում եւ բազմացում։ Հիմա Տերը տղամարդը պետք է հասկանա ինքը Տերը, իսկ տնտեսվարը թագուհին հասկանա, որ ինքը տնտեսություն վարել գիտի։ Ու դրա համար իրան անհրաժեշտ է պետք։ Թեկուզ կարող ինքը չգործի, բայց ինքը դա կարողանա իմանա, հա, տեղեկանա, ասենք օրինակ, բայց ոճակա պետքա կարվի։ Այդ պետք է իմանա։ Լավ բան է, որ շատ բաներ հնարավորություններ ունենանք, ուրիշ մարդիկ անեն կամ բան, բայց մարդը պետք է իմանա դա։ Սա անհրաժեշտ է։ Հարցը շատ լավ ասած, բարձրագույն կրթությունը պարտադիր է։ Մեզ զրույցի ընթացքում ուղեկցում էր նաև արհեստական բանականությունը եւ լսենք, թե նա ինչ կարծիքի է։ Ավանդույթները Հայաստանում շատ մեծ դեր ունեն, որովհետև դրանք կապում են սերունդները, պահպանում մշակույթը, փոխանցում արժեքներ ամենատարբեր առիթներին
լինի տոն, ընտանեկան միջոցառում կամ նույնիսկ առօրյա, ավանդույթները ստեղծում են միասնականության զգացում, հարգանք դեպի անցյալը ու նաև ապահովում, որ կարևոր սովորույթները չկորչեն։ Դրանք նաև օգնում են մարդկանց միասին նշել, հիշել ու փոխանցել իրենց ինքնությունը։ Տեսեք ինչ լավն էր, արհեստական բանականություն։ Այո, բայց այդ միասնականության զգացում, այլ ոչ թե ես ապրում եմ էլիտար 15-րդ հարկում ու ոչ մեկի Պարիսպի խխունջի, չգիտեմ, ամեն ինչի տարբերակը վերացնելու համար։ Միասնականությունը բոլորս միասնական համամիտ ենք։ Այո։ Այսօրվա քննարկումն այսքանն է, շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։